Showman, singer, ասում եմ։ Մենք go to Armenian ասում եմ party։ Երկու խմած մարդ։ Խի 300 խմած մարդ։ Ջավախեցիներ են։ Կռվարար են, չէ։ Ես հոփարն եմ, անջադեք։ Ես ու նշանածս party խաղանք, ասեց լեսբիանքան։ Լեսգինքի հետ էր, էլի։ Ասեցի, նա ինձ։ Էմիլանդից գոռաց. Ես էի, կներեք։ Իսկ դու պատկերացնում ես, օրինակ Էմիլին լուրջ կերպարում։ Մկրտիչ Արզումանյան, չէ՞, միշտ հումորի ժանրում է։ Եղավ դեպք, որ դրամատիկ կերպար խա։ Ու միշտ այդպես տակը, եթե կոմենտ կարդակ, բայց պետք է ինքը հումորի մեջ լինի, էլի, բայց ինչին տեղել է լավ, էլի։ Բրյուսելում ասում են, դու դուրս արի մեջից, ասում են, ինչ ունես, ալկոհոլ, սիգարետ, բաստուրմա, սուջուխ։ Արդեն սովորել եմ բաստուրմա, սուջուխ, հայ են։ Ողջույն, կրկին բանակում, բայց այս անգամ բանակումի ամենակարգապահ զինվորն է մեզ մոտ հյուր, թիվ թվաբանություն է եկել լեյտենանտ Մուսայելյանը, հենց ինքը Գևորգ Չուլյան։ Ողջույն։ Ողջույն։ Ուզում եմ անընդհատ Սամվել ասել, Գևորգ ջան, դու սովորել ես, չէ՞ արդեն։ 15 տարի է այդ անունը պատտվում է իմ շուրջը։ 963 ռոբոտիկն է այստեղ նաև մեզ հետ, արհեստական բանականությամբ է օժտված, մեզ հարցեր է տալու, որոնք ենթադրում են թվային պատասխաններ։ Պիտի միասին փորձենք գուշակել այդ հարցերի պատասխանները։ Պատրաստ ենք։ Փորձենք։ Գնացինք։ Անկախացումից հետո քանի կինոթատրոն էր գործում Երևանում։ Անկախացումից հետո քանի կինոթատրոն էր գործում Երևանում։ Ես պիտի գրեմ, չէ՞, պատասխանը։ Գևորգը որպես երևանցի իծն է։ Հեսա մի փոքր մտածեմ, մեկ էլ բան, այս ուրախ հաղորդումա թե շատ ուրախ հաղորդում։ Շատ ուրախ հաղորդում։ Այդ հաշվի առնենք, էլի։ Ձեր մանկությունից է սկսել ռոբոտիկը, ինչպես տեսնում եք, որովհետև ես գիտեմ, որ դուք մեծացել եք Երևանի կենտրոնում, տատիկ պապիկի ջերմ ինֆորմացված եք, շատ ինֆորմացված ենք եւ անհամբեր սպասում ենք նաեւ հետաքրքիր պատմությունների, որոնք դեռ չգիտենք եւ այսօր դուք եք մեզ պատմելու։ Եկեք հարցին պատասխանենք ու գնանք ձեր մանկություն։ Շատ լավ։ Մինչև անկախության տարիները դե հաստատ ավելի շատ են եղել կինոթատրոնները։ Շատ են եղել։ Ամեն թաղամաս իր կինոթատրոն ուներ։ Այո։ Իր ունիվերմագ ուներ, տենց իր կինոթատրոն ուներ։ Այդ բան էր էլի։ Տենց էր։ Դու ո՞րն ես հիշում։ Մշակույթի տունը ուներ ամեն իր թաղամասը, ուներ իր կինոթատրոնը, ուներ իր ունիվերմագը, ասենց ասեմ էլի։ Դու Պրոշյանում ես ապրել, ձեզ ամենամոտը։ Կինոթատրոններից ամենամոտը որն է եղել։ Դե մեզ բոլորն են մոտ էր, կինո Մոսկվան էլ էր մոտ։ Նայիրին էլ էր մոտ։ Հա։ Նայիրին կարծեմ ամենահին կինոթատրոնն է Երևանի։ Ամենաառաջին ստեղծվածն է, չէ՞։ Կարծում եմ, որ կինո Մոսկվան է ամենահինը, որտեղ պապս տատս նկար ունեն կինո Մոսկվայի մոտ, ընդհանուր առմամբ նկարի մեջ նայել եմ Աբովյանի արձանը, որ հիմա դրված է պլանի գլուխ, որ ասում ենք շրջանային, այդ Աբովյանի արձանը ընդեղ է նկարով, ֆոտոյով։ Հա։ Հետո են տարել ընդեղ են։ Եթե գիտեք ու ունեք ինֆորմացիա, գրեք դուք մեկնաբանություններում, իսկ ըստ քեզ Գևորգ, բայց չեմ մի ասա թիվը, ուղղակի գրիր, թե քանի կինոթատրոն մնացած կլինի։ Դե պատտեցինք 3 Գևորգի կարծիքով, իսկ իմ կարծիքով 5 կինոթատրոններ մնացել անկախացումից հետո։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ռոբերտ։ Անկախացումից հետո Երևանում գործում էր 2-3 կինոթատրոն։ Դու որոնք մտապահեցիր, որ գրեցիր։ Ես մտապահեցի հաստատ բանը, կինո Մոսկվան, կինո Նայիրին եւ ենթադրեցի ինչ որ մեկը, որը որ երևի բաց է եղել, ես փրկվել է, բայց այդ ընթացքում կարողա չեմ հիշում, որը ինչ որ մեկը տենց հավանաբար պիտի աշխատելուց լիներ, էլի։ Որտեվ բանը ճիշտ տրամաբանություն էր եւ այդ տրամաբանությունը քեզ բերում է առաջին միավորը։ Գև ջան, ուզում եմ հիշես մանկության ամենահետաքրքիր դրվագները, որովհետեւ գիտեմ, որ պապիկի հետ սովորույթ ես ունեցել անընդհատ զբոսնելու քաղաքում, չգիտեմ, պաղպաղակ ուտելու այդ երևանյան այն ժամանակվա նոստալգիկ պահերը վայելելու։ Ամենավառ հիշողությունը այն թվերի Երևանի ու քո մանկության որն է։ Բանը հեքիաթ սրճարանը։ Հիմա անունները տալու, որոնք ինձ ծանոթ չեն, բայց դուք հաստատ կհիշեք մեզ դիտողները։ Քեզ ծանոթ չի լինի, դու այդ ժամանակ կարծեմ թե պիտի ծնված չլինի։ Այդ հեքիաթ սրճարանը հիմա գիտեք որտեղն է, Թումանյան փողոցի վրա ռեստորանները որ կան, այս աչի կողմը չեմ հիշում էլի որ ռեստորաններ, այդտեղ հեքիաթ կաֆեներ եւ բան կար։ Խանութ կար ֆիլատելիստի, դա մարկիկ էին էլի վաճառում։ Այդ էր իմ ամենավառ հիշողությունը, որովհետև ես փոքր էի ու մարկաներ էի հավաքում, իմ համար այնտեղից առնում էին, այտենց մուլտհերոսների դեն ժամանակ բաներ, մի երկու մուլտիկ կար էլի, Յոժիկ Թումանյան ու Պագաձի, հա, դրանք էր, այդ մարկաներն էին առնում, մեկ էլ դե իհարկե ներկայիս Սիրահարների այգին
որ այն ժամանակ կոչվում էր Պուշկինի անվան այգի, այնտեղ կարուսելներով, էլի, տենց այգի էր, որտեղ որ սրճարան կար, այդ սրճարանում մեր տանը շատ մոտ էր, ամեն երեկո դա տրադիցիա էր, մեզ տանելու սրճարան, այնտեղ պաղպաղակ ուտելու ճաշից հետո, էլի։ Այդ ասենք ամենագունեղ մեկ էլ բան կար, կաֆե տրամվայ կար, տենց հասկացողություն կար, տրամվայ էր, որի մեջ որ սրճարան էր, նստում էիր իր մեջ, տենց պտտվում էր ինքը քաղաքում, բան էր։ Երևույթը։ Էդ էլ էր շատ բան, իմ մանկության ամենավառ գունեղ բաներն են։ Հիմա ամեն ինչ կա, բայց մարդկային փոխհարաբերությունների այդ ներդաշնակությունը, որ եղել է այդ ժամանակահատվածում, ովքեր ապրել են, դա գիտեն։ Գնալ հարևանից, ասենք, հիմա ոնց եք պատկերացնում գնալ հարևանից մի գտալ սուրճ ուզել։ Կամ ինչ որ մի բան ինչ որ ուտելու բան կա, բոլորին կանչել հարևաններին, որ միասին այդ այսինքն բոլորը օգտվեն դրանից։ Դա դուք պատկերացնում եք տենց բան, հիմա ձեր ինչ որ որևիցե մի հարևանի կանչեք կամ գնաք ասեք։ Չէ, ինձ համար շոկ էր, որ ես եկել էի Երևան ապրելու եւ հարևաններին չէի ճանաչում ու ընդհանրապես շենքում ոչ ոքի չէր ճանաչում։ Ինձ համար շոկային էր այդ փաստը, բայց հետո սովորեցինք էլի այդ առանձին։ 1-0 է հաշիվը, դու արչեվում ես, մենք լսում ենք, այո, մենք լսում ենք երկրորդ հարցը եւ շարունակում ենք զրուցել։ Քանի տարեկան է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնը։ Անցենք քո ջահելության տարիներ արդեն։ Գևորգը ծառայել է բանակում, ոչ բանակումում, բայց ծառայել է այլընտրանքային ձևով։ Ստեփանակերտի թատրոնում եմ ես աշխատել։ Ստեփանակերտի թատրոնում է ծառայել 2 տարի, 2 թե ավելի։ 2 տարի։ Դրա համար իրեն ռոբոտիկը տալիս է նմանատիպ հարց եւ ես պիտի արտագրեմ այս հարցի պատասխանը։ Գիտես հարցի պատասխանը։ Հա, սենց ասեմ, իմ թիվը մոտավոր է լինելու։ Հա, դե մոտավոր։ Սովետական միության տարիներին է վստահաբար կառուցվել, չէ՞։ Պտտենք։ Մեր թիվը համընկնում է, բոլոր համընկնումները պատահականություն են մեր խաղում 92 կարծիքով էլ, այո, որովհետև հիմնադրման թիվը ամեն դեպքում չենք հիշի։ Արի լսենք ճիշտ պատասխանը, հետո հասկանանք, թե ինչպես էին անցնում Ստեփանակերտում բանակում անցկացրած տարիքները։ Ռոբերտ Թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին, այսինքն 94 տարեկան է։ Ինչ է լինելու հիմա, մեկական միավոր թե ինչի է։ Եկեք մեկական միավոր։ Ոնց կասեք։ Հա, 2-1 է դառնում հաշիվը։ Ինձ չզրկեմ էլի, ոնց որ հաշիվը բացելու այս հնարավորությունից։ Իսկ մենք տեղափոխվում ենք Ստեփանակերտյան բանակումի տարիներ։ Գևորգն այնտեղ է իդեպ ծանոթացել իր կնոջ հետ, չէ՞։ Դե պատմիր։ Գյուղեր էինք գնում։ Ամառը տես ծրագիր կար, պետական ծրագիր էր, որ գնանք գյուղերը ներկայացումները մարդիկ, որոնք որ հնարավորություն չունեն թատրոնում գալու, այդ շատ լավ ծրագիր էր։ Գնում ենք գյուղերում հենց իրենց ակումբներում խաղում ենք։ Դե պատկերացրեք այդ պրոֆեսիոնալ մեծ բեմից հետո կռուգով, բան, չգիտեմ, լույսով եւ այլ գնում ես ինչ-որ ակումբ, այսքան բեմ է, էլի։ Ես եմ ես հանդիսատեսն, էլի, այստեղ է, էլի հանդիսատես։ Հա, տենց ասենք այդ ակումբներում, այդ գյուղի մարդիկ, էլի, ասենք մենք սպասում ենք մինչև գիշերը ժամը 10-11-ը, որ իրանք այդ կենթանիներին, որ գան գոմը, չգիտեմ, կթեն ինչ անեմ, ասա վերջանա 11-ին, հետո մենք ներկայացում ենք խաղում, էլի, ասենք 11-ին, 12-ին, բան, էլի, ասենք տենց այդ բջջային հեռախոս ասած այդ ժամանակ չկար, բանով զանգով էր, էլի, sense մեծ զանգ էր խփում էին, ասում էին թատրոնա եկալ, բան, ասենք դա մեծ ունիկալ բան էր, էլի։ Պիտի պատմեք շատ լավ պատմություններ։ Այդ ունիկալ բաներ են, էլի, դրանք որ դե գնում ենք խաղում ենք այդ ներկայացումները, բան այդ մարդիկ գալիս են նայում են, ներկայացումը վերջացավ, գնացի փոխվեցի դուրս եմ եկել։ Հերավոր գյուղ էր, ինքը ոնց որ վերջին գյուղ, ննգին էր կարծեմ, բաներ, կավագործների, բրուտագործների գյուղ էր։ Մի մարդ եկավ մոտեցավ, ասեց, «Էս ինչ ներկայացում եք բերել»։ Ասեցի, ի՞նչը դուրս չի եկել, ասեց, «Գիքորը հիմա ասեց ակտուալ չի, նորմալ ներկայացումներ բերեք», ասեցի օրինակ, ասեց Շեքսպիր բերեք, ասեց, ուրիշ դասականներ բերեք, ու այդ իմ բանը զարմանքը, որ այս խուլ սենց գյուղում կան մարդիկ, որոնք որ Շեքսպիր են ուզում, որ բերենք այդ ակումբում խաղանք, էլի, ասեցի մյուս անգամ համար անպայման հաշվի կառնենք, այսինքն կային նաև այդ տեսակի մարդիկ, որ զարմանք էին առաջացնում։ Ինտելիգենցիան, էլի, գյուղի ինտելիգենցիան, այո։
Շատ լավ պատմություններ են, այդ ուղղակի դրվագ է, էլի, որ կովերին, անասուններին տանում տեղավորում են, հավաքվում են, գիշերով գան թատրոնում ներկայացում դիտել։ Այնքան բան է, միշտ դու կտրված ես, չէ՞, հանդիսատեսից, այդ բեմական հագուստներով եւ այլ։ Բան դա ասենք, այդ, չգիտեմ, դե հարմարություն չկա, էլի, բան փոխվելու տեղ չկա։ Ինչ որ տեղա մեկի տանը հարմարացնում են, որ ակումբին մոտ է, գնում ես փոխվում ես ու այդ բեմական շորերով գալիս ես, ասենք ակումբ մարդիկ նստած են, իրանց մեջով տենց անցնում ես, գալիս ես գնում ես ներկայացում ես խաղում, ասենք այդ աբսուրդի ժանրից էր։ Բայց կարևորը որ արվեստի հետ կապը չի կտրվել մարդկանց մեջ էլի։ Հիմա օրինակ չկա գյուղերում այդ սովորույթը, եթե ես ինչքան որ գիտեմ։ Այդ ոնց որ այդ ծրագիրը մենք ինչքան որ մենք եղել ենք ու մեզնից հետո էլ ես գիտեմ, որ այդ ավանդույթը շարունակվել է, այսինքն դա իրականում ծրագիր էր, որ պիտի թատրոնը ենթադրենք SSS շրջաններում, SSS գյուղերում ելույթ ունենա, ենթադրենք չգիտեմ, մի պերիոդ հետո աշնանը կարող է այն գյուղերը, որոնք որ չէին եղել, դրա համար Արցախը ես ամբողջությամբ գիտեմ, ասենք մարդիկ կան, որ իրանք ապրել են այնտեղ, չգիտեմ, որ իրանք այդպես գյուղ ունեն։ Ես տեղեկացված եմ այդ 2 տարում եղել ամբողջ շրջան։ 2 տարվա ընթացքում։ Դες մենք հաջորդ հարցը 2-1 հաշիվ է, Գևորգը դեռևս արժևում է։ Որ պետության բանակն է աշխարհում ամենափոքրը, քանի զինծառայող ունի։ Պիտի փոքր պետություն լինի, ընդհանրում եմ փոքր բանակով։ Ես 2 տարբերակ եմ հակված։ Որ տարբերակներին։ Շվեյցարիան, որ չունի։ Հա, չէ, պիտի ունենա։ Բայց չգիտեմ, կարող է ինչ որ բան ունի, էլի, այդպես մի քանի զինվորով ինչ որ մի բան, էլի։ Բայց դա երևի բանակ չի կոչվում։ Ենթադրում եմ, որ ինչ որ քաղաք պետություն կամ պետություն, որը ամենափոքրերից է։ Ես ենթադրում եմ Վատիկանի մասին է ամենափոքրը։ Ես էլ եմ այդ կողմ գնում, մնում է հասկանանք, թե քանի զինվոր կունենա այդ բանակը, երբ որ քաղաքը մի թաղամասի չափ է ընդամենը։ Մենք պատտենք նորից գնացինք։ Դե լավ, 200։ Հա, ես էլ եմ մտածում։ Ես մտածում եի Վատիկանը, տենց ինչ-որ մի 2 օրոքանոց զորք պիտի ունենա, չգիտեմ։ Ես էլ Այսօր իսկապես ոչ ոքի ավարտվելու մեր խաղը, եթե այսպես շարունակվեց, երկուսից կարծիքով էլ 200 զինվոր ունի ու Վատիկանն ենք մտածում, որպես ամենափոքր քաղաք պետությունն աշխարհում։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ամենափոքրը աշխարհում Վատիկանի պահպանողական պահակախումբն է։ Այն ունի շուրջ 150 զինծառայող։ Երկուսս էլ հավասարապես էինք մոտ ու հեռու ճիշտ պատասխանից, կրկին 1-1 միավոր մեր հաշվին ենք գրանցում։ Ես Ռոբերտի հետ պայմանավորվել նոր էի եկել, էլի, խոսել էի։ Չէ, ուղղակի ես վերջում էի Վատիկանում, այտենց բան եկավ էլ, ինչ որ ինֆորմացիաներ, ինչքան բնակիչ ունի, ինչքան մեքենա ունի, ինչքան փող ունի, բան այդ լոգիկայի մեջ գնացի, էլի։ 3-2 ավելի ճիշտ 3-2 է դառնում հաշիվը, մեկական միավոր ենք գումարվում մեր թվերին։ Շատ լավ։ Ահա, այսպես սահուն կերպով անցնում ենք բանակումի տարիներ, հենց բանակումից էլ քո կերպարն այդքան սիրվեց ու անցել է այսքան տարի, մենք ունեցել ենք բազմաթիվ հյուրեր բանակում հեռուստասերիալից եւ ձեզ բոլորիդ միևնույն է հիշում են, սիրով դիտում են, շատ լավ մեկնաբանություններ են գրում, դա ֆենոմեն էր, ինչպես վերվարածների դեպքում, այդպես էլ բանակումի։ Մի քիչ էլ բանակումից խոսենք, էլի չնայած շատ եք պատմել, բայց կան դեպքեր, որոնք չեն պատմվել եւ այսօր արժանի են հրապարակման։ Ռեժիսորը Մովսոն տորը, Գասպարյան Մովսեսը նկարում է, Էմիլ ինչ որ բան է խոսում։ Ու ինքը հերույ է։ Զորանոցը ոնց որ երկու մասի էր, այս կողմը 4-րդ վաշտի ենք նկարում, այս կողմը 2-րդ վաշտի ենք նկարում, ինքը 4-րդ վաշտի կողմում նստած է, ինքը տեսարանում չկա։ Այնտեղ մատորա տալի, ասում է լռություն, լուր, տենց մատ գոռում է, լռություն, մատոր ասում է, Էմիլը ինչ որ բան է խոսում է, մեկ էլ ասում է ստոպ, ով էր այդտեղ բան, ով էր, սուս մնացեք, ման, մեկ էլ եմ ասում եմ իմ հետ էր, ասում եմ դե երևի դու խոսացիր էլի, ասում եմ, երկրորդ անգամ մատոր, էլի ինչ որ բան է խոսում, էլի երրորդ անգամ արդեն կատաղում է, էլի, ով է այդտեղ, այդ ով է, այդ իդիոտը, բան սենց ինչ որ լռություն է, մատոր, մեկ էլ հենց ասես մատորը Էմիլնդից գոռաց, ես էի, կներեք, արդեն 4-րդ անգամ է, էլի որ արդեն ինքը սենց փրփրած, կներեք, ես էի, սենց դեմքով ու թողեց այդ բանը, վազեց Էմիլի հետևից, ուզում էր սպաներ, մինչև առաջարկ վազեց հետևից։ Բան դերասան էր, էլի Էմիլը շատ լավ պարտնյոր է, բայց իր հետ դժվար է խաղալ, որովհետեւ շատ բնական է, շատ խնդալու է, էլի։ Ու բան էր, զավզակ էր, էլի, այտենց անընդհատ այտենց բաներ, որ շատ ժամանակ ասել ենք դու դուրս արի,
դու գնա դրսում սպասի, մենք նկարվենք այս վերջը։ Գևորգ, կա այդպիսի կարծիք, որ ձեր մարմնավորած դերերը եւ դուք կյանքում բավականին նման եք իրար։ Էմիլի դեպքում ոնց որ թե հա Չէ, բայց Էմիլը մեր տաղավարում այնքան լուրջ էր նստած, որ ես ուզում եի ասեի Համբարձում ջան վերադարձիր։ Չէ, ինքը դե կյանքում ուրիշ մարդ է, բնական է, բաներ կա նման իր կերպարին եւ անպատասխանատվության որոշակի բաներ, չնայած հիմա շատ է փոխվել այն տարիներին, էլի, որ Էմիլ լսում ես։ Հստակ բան պայմանավորվեինք Էմիլի հետ այսօր ժամը 5-ին, Էմիլի կարող քնած մնար, հեռախոս անջատեր բան, էլի, ասենք այդ բաները ունեցնում, ասենք այտենց հարցեր, էլի, այլ չէ։ Դե բնական է, տարբեր է։ Իմը որ ասենք համեմատական գծեր տանում են, նմանություններ շատ կան, նաև տարբերություններն է շատ մեծ։ Ես կյանքում այդքան լուրջ չեմ, էլի, ինչքան, այդքան կարգապահ լուրջ ամեն ինչ գծած։ Չէ, կա իմ կյանքում այտենց որոշակի կարգապահության ոնց որ բան, բայց այտենց չէ։ Բանակումը գիտեմ, որ շատ-շատերի կյանքում այս հարցն էլ է քննարկել, Էմիլն էլ էր շատ դժգոհ, վերջերս նաև Ջամշյանի կերպարը մարմնավորող մեր շատ սիրելի դերասաններ էստեղ գոռը եւ իրենց կյանքում ասում էին, որ շատ շրջադարձային է եղել եւ այն իմաստով որ իրենց ճանաչել ու սիրել են, բայց դրանից հետո իրենց դերեր չեն վստահվել։ Բայց քո կերպարը կարգապահ ավելի լուրջ կերպար էր։ Ասենք եթե էմոին գորին չեն տեսնում հումորից դուրս ուրիշ կերպարի մեջ, ինձ տեսնում են։ Այսինքն ես կարող եմ նաեւ տեսնեն ինձ որպես դրամատիկ կերպար, չգիտեմ, սենց կարող են տեսնել, էլի։ Դե տղերքինը հիմա մի քիչ դե բայց իրենց ամպլուան է, դա մեղադրելու չի։ Բնական է որ դերասան ուզում է եւ խաղա, հա, եւ հումորային ժանրում լինի եւ դրամատիկ ժանրում լինի։ Իսկ դու պատկերացնում ես օրինակ Էմիլին լուրջ կերպարում։ Ինձ դժվար է պատկերացնել, որքան էլ որ չեմ թերագնահատում իր տաղանդը դեր խաղալու իմաստով։ Դժվար է պատկերացնել, բայց ինքը շնորհքով տղա է, հա, ինքը տաղանդավոր տղա է, կարծում եմ որ շատ հնարավոր է որ նաև ուրիշ կերպարում հանդես գա ու դա լավ ստացված լինի։ Ուղղակի մարդկանց աչքն է, էլի որ ինքը սովոր է, որ ինքը այդ կերպարն է, տանում է իրան այդ կողմ, դրա համար միշտ ասում են բանը էլի իրան չի սազում, էլի, ասենք, չգիտեմ, Մկրտիչ Արզումանյան, չէ՞, միշտ հումորի ժանրում է։ Եղավ դեպք, որ ինքը դրամատիկ կերպար խաղա, ու միշտ այդպես տակը եթե կոմենտ կարդակ, դե բայց պետք է ինքը հումորի մեջ լինի, էլի, բայց ինչին տեղել է լավ է, էլի, բայց ուղղակի մարդկանց բանն է, որ սովորում են, որ ինքը պետք է լինի այդ ժանրում։ Շատ խոսացի, ոնց որ։ Չէ։ 3-2 հաշվով շարունակում ենք, լսում ենք 4-րդ հարցը։ Հոլիվուդյան ամենաերկար մենախոսությունը քանի րոպե է տևել։ Էս ինչ ասեց Ռոբերտը։ Ռոբերտ, ինչեր ես խոսում։ Մենախոսությունը ֆիլմում ամենաերկարը, պետք է հասկանանք, ես քեզ գիտես ուր է տանում Գևորգ։ Չէ։ Չգիտես։ Չէ։ Հիշում ես որ ասում էի հիշիր որ պետք է գանք դրան դեռ։ Ինչ որ Հա, թատրոնի բանը։ Մենախոսության է տանում քեզ այս հարցը։ Այսինքն ի նկատի ունի հոլիվուդյան մոտավորապես հա ֆիլմից քանի րոպե կարող է մարդը մենախոսություն լինի, հա։ Ես պատրաստ եմ, շատ պատրաստ եմ, գրել եմ արդ։ Ինչ։ Րոպեն, հա, քանի րոպե է։ Մի րոպե։ Ես 15 եմ։ Այս անգամ մի քիչ լավ է տարբերվում է մեր պատասխանը, 20 իմ կարծիքով, 15 Գևորգի կարծիքով։ Տեսնենք։ Հոլիվուդյան ֆիլմում ամենաերկար մենախոսությունը A Free Soul ֆիլմում է։ Լայոնել Բարիմորայի մենախոսությունը տևել է մոտ 14 րոպե։ Yes։ Ակնհայտ հաղթող ունենք արդեն խաղում։ Դե ուղղակի լոգիկայով այտենց մոտավորապես դե ֆիլմը չի կարող 20-25 րոպե շատ ձանձրացնող կլինի ինձ թվում է, էլի մարդկանց։ Սա այտենց էդի մաքսիմալ թիվ է, որ կարող ուղղակի չձանձրացնի մի հոգի։ Զգացվում է, չէ՞, որ թատրոնի ներկայացուցիչ է։ Խոսի, բայց ինչ որ ասեց այդ անուններ տվեց ֆիլմի բան, անգլեր ոչ մեկ չիմացա ինչի մասին էր։ Ոչինչ, կարևորը միավորը գրանցվում է քո օգտին։ Պատկերացում չունեմ։ Եվ դե հիշիր մի բան։ Ես կարող եմ մեր շրջագայություններից մի հատ հետաքրքիր բան պատմել, երկու հատ հետաքրքիր, 3 հատ, 15 հատ, չգիտեմ։ Գնացինք։ Շրջագայությունների այս թեմայից ուղղակի տենց մտքիս եկավ ուզեցի պատմեմ, էլի։ Միշտ երկիշների հետ գնում ենք բաների, համերգների, Եվրոպա բան, ու ես գնում եմ դե որպես հաղորդավար, հա, կոնֆերանսիա, էլի, ասենց ասեմ,
այդ բագրան կոնտրոլները, որ անցնում ես, միշտ հարցնում են գալու նպատակը եւ այլն, բան միշտ դեկինս մեզ հետ ալինում ինքն ոնց որ խմբի ադմինիստրատոր կազմակերպիչ սաղ թղթերը իր մոտ է, միշտ ասենք այտենց լիքը ունի, սաղ այդ հրավերներ, չգիտեմ ինչ էր, բան։ Հիմա այնց ստացվեց ոնց որ ընկանք տարբեր պատուանների մոտ, միշտ խմբով են գալի, ասում են որ հարց լինի, մի անգամից սաղ հարցերը թող տան, այտենց խմբով ենք, էլի, չէ, դու պատասխանի, որ երկար բարակ բան չլինի, այտենց տարբեր պատուաններ ենք ընկել։ Հիմա այս բանը ինձ Գերմանիայում ենք հարցնում է այդ բագրանիշնիկը ինչ է, սահմանապահը էլի հարցնում է, ասում է գալուտ նպատակը բան եմ ցույց տալի, հրավերը, դե անգլերեն ես ինչքան եմ խոսում, էլի, hello, yes, no, այսքան էլի ասենք, ինչքան պիտի, մենք էլ հասկանում եմ, ես հասկանում եմ ինչա, բայց շատ բաներ չեմ կարողանում վերարտադրեմ, էլի։ Խոսեց, ասում է դե ինչի համար, ասում եմ, էսա բանը նայում է հրավերը, երբ ես հետ դառնալու, ասում է, հասկանում եմ, իրան բացատրում եմ, տոմսն եմ ցույց տալի, ասում եմ, էսա հետադարձը, ինչ որ էլի հարցեր է տալի, որ միտեղ եկա, որ արդեն հասկացա, որ չեմ կարողանում այս տղու ասածը հասկանամ։ Մեր Արփինը լավ խոսում է անգլերեն, ասացի Արփի, մի հատ արի, ասի 1 minute, ասացի մտ թող խոսի, Արփին եկա պատուանին մոտեցավ, ասաց ինչ է եղել, սա անգլերենը հարցը տվեց, Արփին անընդմեջ մի 8 րոպե անգլերեն խոսեց, անընդմեջ շուտ խոսեց, ու դες շատ վարժ, մենք հասկացանք, որ այս տղեն այդքանը գիտեր, էլի, ինքը լավ անգլերեն չի տիրապետում, գերմանացի ինքը չհասկացա, բացարձակ ինչ ասեց Արփին, ու դες զարմացած sense նայեց, ասի Արփի ջան, արես կողմ ես ասա հայերեն ես մարդուն բացատրեմ, ասեցի, նա ինձ, աչքերով ասում, նա ինձ, նայում ես, ասում եմ, showman, singer, ասում եմ, մենք go to Armenian, ասում եմ, party, ասում եմ, singer, what-a-ta-ta-ta-ta, ասում եմ, երիքում եմ, շողոտ, ու սաղ ես խաղում եմ, էլի, հետո ասում եմ, բան համերգ, սաղ գալիս են, ասում եմ, սա հայերեն սաղ պատմում եմ, իրան ինքը սենց հիացած նայում է, էլի, խաղը, էլի, ասենք, ինչ եմ ես իրան պատմում, էլի, հետո ասում եմ, սենց բան ալինում, սապ են տալի, բան, հիմա ինձ անգլերեն ասում է, տոմս տալիս ես ինձ, հրավիրա տոմս տուր, ասում եմ, դու կին ունես, ասում եմ, wife, ասում եմ, կին ունես, ասում եմ, հա, ասում եմ, իրան վերցրու, արի նայ, այստեղ, այս ինչ օր, այս ինչ ժամին, բան եմ ցույց տալի, էլի, տոմսն եմ ցույց տալի, ասում եմ, չէ, հրավիրա տոմս տուր, ասում եմ, չէ, կգաս փողը կվճարես, ասում եմ, բայց ինչ մարդ ես, ինքը սա անգլերեն ասում, ինքը հայերեն եմ ասում իրեն, ասում եմ, փողը, cash, ասում եմ, գալիս ես, տալիս ես, ասում եմ, այնտեղ վճարում ես, առնում ես, ասում եմ, Thompson, ticket, ու մտնում ես, կնգաթեթ, ասում եմ, ինքդ մտնում եք թեթևի ու սախսես խաղում եմ, էսի, մերոնք ուշագն, ու ինքը ինձ հասկանում է, ինքը լիարժեք ինձ հասկանում է, ես էդի սաղ էծուդով խաղում եմ ու հայերեն պատմում եմ իրան, սաղ հայերեն բառերով, էլի, գալիս ես ման, վերջում ասես, բայց ինչ մարդ ես այդ պեչատը խփեց, ասես վերջը հրավիրատոմս չտվին, ինքը սա անգլերեն է ասում, ես լրիվ հասկանում եմ, իրան ասում եմ, չէ, կգաս, այնտեղ խոսանք, փողը կտաս, ման, դուրս եկանք Արփին ասում է, այ բան, ամի անգլերեն խոսացի ասում է, այդքան անգլերեն խոսալ գիտեմ չօգնեց, հայերեն սրամոց բացատրեցի ասա։ Որ գնում ենք մոնո ներկայացում ա եղել։ Խանութ բան, որ գնում ենք միշտ էս հայերեն որ ասում են, դե ոնց հայերեն ոնց կհասկանա, էլի, ասենք այտենց մի հատ ընկեր ունեմ, էլի Բելգիայում, ինձ հրավիրել է հրապարակում, հեսա ցուրջ ենք խմում, ինչ որ բանին ու ասում է սպասարկողին ինքն այնտեղ է ապրում, գնում է Նիդերլանդա սովորում, այդ իրա ջարդած Նիդերլանդերենով ինչ որ ֆլամանդերեն պատմում է, ինչ պետք է ասի մի րոպե տուրել ինձ։ Ասում եմ դու չես իմանում իրանց լեզուն, տուր։ Մենյուն բացեցի, ասի նա ախպեր, նա ինձ, այստեղ։ 2-2, սենց ցույց տվեց, ասի արգնա։ Ես սենց ասես մերսի, տանջվում էր, էլի։ Գնաց դես ընկերս հայերեն ասիր հասկացավ։ Ման ասում եմ որտե պետք չի իրան այդ երկար տեքստերը ասել, ես ասում ես 2 հատ, էսի մի հատ, ցույց ես տալի։ Մաստեր կլաս ինչպես շփվել, երբ չգիտեք լեզուն։ Բերում ասում եմ, հետո եկավ, բերեց։ Մեկ էլ ասում արի նկարվենք, ասում եմ դե արի մեկին ասենք, թող մեզի նկարեն, ասում եմ սպասի ես ասեմ, ասում դու խոսալ չգիտես, մեկը դու ապրում ես, սովորում ես լեզուն, թող ես կասեմ։ Տենան ոնց ես ասելու։ Ընկեր մեկին, նայեց։ Մի րոպե ասեց։ Հա, նայեց։ Հեռախոսը տվեցի, ասի ֆոտո։ Ինչ կա դրա մեջ, ասենք պետք չի խոսալ այդտեղ։ Ֆոտո արեց, ասեցի մի հատ էլ սենց արա, սենց եք բայ հեռախոս, ասի մի հատ էլ սենց ֆոտո արա։ Մի հատ էլ կարաս սենց անես, հայերեն եմ ասում, այ շենքը հետևը դուրս գա, այսինքն նստում եմ, շենքը դուրս գա, բայց դա չի հասկանում, ասում տես ինքը ոնց է հասկանում։ Բերեց հեռախոսը, ասի մի հատ էլ սելֆի, իր սելֆի, սա գիտեն սելֆին, եկավ կանգնեց մի հատ էլ սելֆի արեց մեր հետ, գնա, ասեց ես իզուր այսքան տարի լեզու եմ սովորում։ Հայերենը միջազգային լեզու է, չէ, բայց ժեստերի լեզուն իրականում միջազգային լեզու է ամբողջ աշխարհում։ Հաղորդակցվելու միանշանակ։ Միշտ ստացվում է, էլի։ Ոյ, ես ինչ լավ մոնո ներկայացում էր։ Խաղացի, տեսար, որ ասում դերը խաղա։ Անցում եք հաջորդ փուլ։
Հենց տեղ գնալու լինենք արդեն տարբեր երկրներ, Կորեա, բան, Թութն էլ պատմեմ, ու всё, գնանք, թութ շատ խնդալու է, էլի։ Давайте։ Դոշապ են դնում մեր հետ, դոշապ։ Ասում ենք տանեք մերոնց։ Դե որ միշտ գնում ես, ասում են մերոնց բան կա, էլի փոքր տան, մած sense մեծ բան են բերում տալիս։ Մերոնց կտանեք, ասում եմ տվեք, ինչ կա մեջը, հարցնում եմ արդեն որտեվ փորձ ունեմ, որ դե բաստուրմա սուջուխը միշտ բանում կանգնացնում են այդ Բրյուսելում, ասում են դու դուրս արի մեջից, ասում եմ ինչ ունես, ալկոհոլ, սիգարետ, բաստուրմա սուջուխ։ Արդեն սովորել եմ բաստուրմա սուջուխ, հայ են տենում են, դեմքիցդ գիտեմ, որ հայս կարաս բաստուրմա սուջուխ բեր։ Ֆրանսիայում ենք կանգնացրել, ասում եմ ինչ է, հանեց, ստուգեց, չհասկացավ, ինչ հանեց, էս ինչ է։ Դոշապա։ Ֆրանսերեն ոնց, անգլերեն ոնց բացատրեմ, դոշապը ինչ, ոնց բացատրեմ, ասում եմ sweet, նա, որ հիվանդանում ես, ասում եմ, խմում ես, շատ լավ է լինում, ասում եմ, okay, ասում հասկացա, բայց ինչից է սարքած, ասում եմ թութ, ու սկսեցի ծառը, նկարագրել ծառը, որ սենց վրեն փոքր մրգեր, ինչ որ մեկ հարևաններին եմ խաղում, թափտալը, որ հարևանները գալիս են, այդ շորը պահում են, մեկը սենց ծառը թափա, իրանք սենց թասերով հավաքում են, այդ էփում են, այս տամոժնիկը ներկայացում է նայում, էլի, լուրջ ներկայացում, մոնո ներկայացում է նայում, էլի, նայեց բրծա վերջում չհասկացավ, ինչ ասեցի, ասեց չհասկացա, բայց շատ վստահ ասեցի, že դոշապը վերցրու գնացեց Ժեստերի ներկայացում կա, էլի, բացի, ասենք Համր թատրոն է, էլի։ Հա, համր թատրոն, բայց ես այդ տանցքում խոսում եմ, իրան նայում եմ, բանը, ինտերակտիվ է, լրիվ հայերեն, թութ ասում եմ, նայ թափա, ծերից բռնի աչքնա, հարևաններ գալիս են, վա, շոր ասենց ասում եմ, այդ սաղ սենց մեծ աբյոմով բեմ է իմ համար, էլի, ինձ խաղում եմ, մարդիկ նայում են, որ այդ դոշապը թողեն այդ մարդկը, ստանեմ տամ տիրոջը Ասում եմ բանը, երեխեն որ հիվանդանում է դոշապ է ուզում, մեր մոտ է Եվրոպայում դոշապ չկա էլ։ Դες խնդալու պատմություն էր։ Շատ, չգիտեմ, անսպասելի խնդալու պատմություն էր, իրոք, անցար հաջորդ փուլ վստահաբար, հերիք չի անցար հաջորդ փուլ, մի հատ էլ որ ուզենք ճամփորդել, աչքիս քեզ հետ նես տանենք։ Հա, տարեք ես բոլոր տեղերը, բոլոր բարբարները հայկական, բոլոր Վայ, բարբարներն էի մոռացել։ Հա, ինչ կա բարբարների հետ։ Հեսա կխոսանք։ Այդ ռոբոտին ենք լսելու։ Հիմա մի հատ ենք ռոբոտին լսում ու շարունակում ենք այս գերակտիվ ուրախ զրույցը։ Давай, Ռոբերտ, խնդրեմ։ Դու Ռոբերտ կնքեցիր անունը, էլի։ Դե Ռոբերտ, հա, ինչ անուն ասես ունեցել էինք Ռոբերտ, չէ ոնց որ։ Հարսանիքներում կոնֆլիկտների քանի տոկոսը կարող է կանխել թամադան, ճիշտ պահին, ասված ճիշտ տեքստով։ Մասնագիտական հարց է։ Բայց այս քանի տոկոսը հարցը Հայաստանի մասին է, չէ։ Հա, դե երևի էլի, ինձ թվում է դրսում այդքան շատ չեն լինում կոնֆլիկտները։ Չնայած ինչ իմանաս։ Երևի մեր հայկական հարսանիքների մասին է։ Լավ, sense ասեմ, դրսում թե ներսում հայկական հարսանիքի մասին է, ենթադրում եմ։ Իրա տեքստով Քո տեքստով, հանդիսավարի տեքստով ավելի ճիշտ ժամանակին ճիշտ նախադասություն ասելով կանխել կոնֆլիկտը։ Քեզ հետ եղել է նման դեպք։ Հա, լիքը։ Լիքը։ Հա։ Օրինակ ինչ, երկու խմած մարդ։ Խի երկու, 300 խմած մարդ։ 250 խմած մարդ։ Ինչ ես ասում, որ կանխում ես կոնֆլիկտը։ Չէ, դե նայեցի, ինչ սիտուացիա է։ Դե հələ մի սիտուացիա հիշիր, իրավիճակ։ Գիտես ինչքան է տեն սիտուացիաներ կա։ Մեկը, ամենածիծաղելին, ինչ ես ասել, որ հանդարտեցրել ես։ Օրինակ գորը պատմում էր, որ հարսանիքի ժամանակ այնպես են իրար ծեծել, որ բաժանվել են զույգը հենց հարսանիքի ընթացքում։ Փարքասու ես այսքան տարվա պրակտիկա ունեմ, դες դեպք չէ, փարքասու։ Շատ լավ է։ Լավ, քանի տոկոսը։ Դե ինչ որ ենթադրյալ թիվ եմ գրում։ Ես էլ։ Ենթադրյալ թիվ, էլի, չգիտեմ։ Գնացինք։ 80%-ը եւ կարծիքով իսկ ես կարծում եմ որ 50% է։ Դեսենք։ Թամադան ճիշտ պահին ասված ճիշտ խոսքով կարող է կանխել մոտ 60-ից 80% հարսանեկան կոնֆլիկտներ։ I'm sorry, հիմա ես հաղթեցի, ես սոնը։ Հա, երևի։ Բայց այս մի քիչ նիչային մոտիկ է, ինքը ասեց 60-ից 80։ Նիչային մոտ է, բայց դե նույնիսկ եթե միավորը իմն է լինում, միևնույն է ես չեմ հաղթողը լինելու, այո։ Բայց ես չգիտեի, որ տենց է։ Դու ակնհայտ հաղթողն ես, ռոբոտիկը հոգուտ քեզ էր կազմել բոլոր հարցերը։ Տեսար, քո մանկությունից մինչև երկրորդ աշխատանք։ Իմ կողմից է, Քո կողմից էր, այո, այսօր ռոբոտիկը։ Դու հաղթում ես այսօր։ Եվ չհիշեցիր հետաքրքիր դեպք համադայության ընթացքից։ Շատ կա է, Դե մեկը պատմի ու դրանով ավարտենք հաղորդումը, հերթական ուրախ դրվագով։
Ինչպես։ Միշտ ամենաունիկալ դեպքերը, հետաքրքիր դեպքեր շատ են լինում, ամենաունիկալը երբ որ ջավախեցիներ են լինում։ Կռվարար են, չէ՞։ Հա։ Բայց ունիկալ դեպքեր են լինում։ Ինչով են ունիկալ։ Օրինակ պատմեմ։ Այս նորմալ է դա եթերում, հա լավ նորմալ է։ Վատ բառեր, հա։ Չէ, մի հատ է։ Սղենք, հա։ Ես հոփարն եմ։ Ասի։ Լավ է։ Անջադեք։ Երկիշների երգում են, ասի, ինչ անջադենք։ Երկում են բեմի վրա ասեց։ Էսի անջադեք ասեց։ Մագնիտոֆոնի կնոպկայի պես ասի։ Ինչի ասեց, հենց հիմա անջադեք, ես ու նշանածս, դե կնոջը նշանած են ասում, էլի, մեծ մարդ է։ Ասեց, պարդի խաղանք, հասկանում ես, չէ՞, ինչ եմ ասում, պապտի պարենք, ասեց, լեսբիանքան։ Լեսգինքի հետ էր, էլի։ Ասենք, ինչ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, ասեցի անջատեք ու միացրեք դող ես մարդը պարի, ասի ես ուժս չերեք, պարեցին։ Կարևորը պարել են։ Ասի ու տենց բաներ, ասենք, չգիտեմ, հազարավոր էլի։ Գևորգ ջան, շնորհակալ եմ շատ։ Շատ խոսացի, չէ՞։ Չէ, շատ լավն է, շատ հետաքրքիր ուրախ պատմություններ էին։ Հա, որ ասեցիք տխուր հաղորդում չի ուրախ է, ես փորձեցի։ Այո, միանգամից մտար ուրախ նոտա։ Ուրախ նոտա։ Շնորհակալ եմ հրավերի համար, կներեք, որ հաղթեցի։ Լավ եղեք, իսկ դուք մնացեք մեր եթերում։ Անխափան եթերներ։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։